Չարենցին ասում են, ձեր գրական ընկերները ձեր դեմ տվել են այսպիսի ցուցմունքներ։ Չարենցն ասում է սուտ է, նրանք չեն կարող այդ ցուցմունք տալ։ Դա դուք եք օրինել, դա դուք եք կորզել նրանցից։ Այսինքն պաշտպանում է ոչ միայն արդեն բանտերում գտնվող իր ընկերներին, անգամ իր հակառակորդներին է նա պաշտպանում, նրանք ովքեր իր դեմ այդքան գրում էին։ Չարենց։ Մուղդուսի Բնակության վայրը հասցեն։ Երևան Սունդուկյան 6 Եվ ձեր նմաններին պետությունը քաղաքի կենտրոնում բնակարան տվեց, որ այն վերածեք հակահեղափոխական գործողությունների որջի, զբաղմունքը, մասնագիտությունը։ Ես միայն մի մասնագիտություն ու զբաղմունք ունեմ։ Գրող, բանաստեղծ, արձակագիր։ Իսկ 28-ից 35 թվականները պետհրատում աշխատել եմ որպես հրատարակիչ։ Որպես հրատարակիչ ձեր տպագրած գրքերի մեծ մասը ժողովրդի թշնամիների գրքերն են։ Եվ հեղինակների հետ մեկտեղ շրջանառությունից դուրս են հանվել նաև այդ գրքերը։ Հերթը հիմա քոնն է։ Ինչ գիրք ճանապարհի, ինչ պատգամ, ինչ դեպի լիառամասից։ Այդ բոլորը մենք կայրենք եւ ձեզանից ոչ մի հիշատակ չի մնա։ Կուսակցությունը նախկինում եւ հիմա։ Քսանից 26 թվականները եղել եմ բոլշևիկյան կուսակցության անդամ։ Ինձ կարմիր բանաստեղծ էիք համարում։ Հեղափոխության տրիբունն էի ձեզ համար։ Բայց իմ պատկերացումները բոլորովին այլ էին։ Ես ինչ արեցիք իմ երկրի հետ, հա? Զայնը! Այ Մուղդուսի! Գրեց մի պոեմ, որի վերնագիրը 52 բառ է։ Թվում է, թե Ստալինին նվիրված գործ էր, բայց ներկայացնում է Ստալինի պատանեկությունը։ Հասնում է միտեղ, երբ Ստալինը վրացական նացիոնալիզմի ոգով բանաստեղծություններ էր գրում, եւ ինչպես է նրան ներկայացնում Չարենցը։ Հպարտ է եւ բիրտ դահիճ աններող բանաստեղծական արվեստի մուսան, արքաներն են երբ մկրտվում գուսան, լավագույն դեպքում դառնում։ Չարենցը բանտում մնում է մինչև նույն թվականի 37 թվականի նոյեմբերի 27։ Սա արդեն նոյեմբեր ամսին էր։ Չարենցի երեխաները մնում են դրսում, փոքրին տատն է պահում Աննա Կոդաբաշյանը, մեծին հանձնում են մանկատուն, մի որոշ ժամանակ Ռեգինա Ղազարյանն է նայում։ Կնոջը ձերբակալելուց հետո Չարենցին այլևս այցելող չի լինում։ Ծանր առողջական վիճակ ուներ եւ բանտում մի որոշ ժամանակ պահելուց հետո նրան տեղափոխեցին Երևանի բանտի հիվանդ։ 17 տարի շարունակ արգելանքի տակ էր, նրա գործերը չկային, բայց հիմնավորապես Չարենցը հարություն առավ 54 թվականին, արդարացվեց, տպագրվեցին նրա գրքերը եւ արդեն Չարենցի փառքը գնաց ու տարածվեց որպես մեծագույն հանճար, ով ավանդույթ թողեց, գրական ավանդույթ, կերպարի, հերոսի։ Իմ օրերում ես ցանկացա լինել վսեմ եւ ինքնուրույն։ Իմ օրերում ես ցանկացա կյանքը զոհել դրասիրում։ Իմ օրերում դժվար էր շատ լինել հաստատ ու մնայուն։ Իմ օրերում պատմությունն էր յուրաքանչյուր բառիս նայում։ Մեծ եմ եւ վեհ իմ օրերով։ Ես այդ գիտեմ, Հուր Հավիտյան։ Ողջույն, իմ երգ, իմ խնդություն, իմ օրերի անհուն մատյան։